Մենք հիմա ըստ էության ամբողջ դպրոցական շենքերը գույքագրում ենք եւ հասկանում ենք շենքը այն վիճակում է, որ որևէ ներդրում անելը իմաստ չունի, հետեւաբար պետք է գնալ այդտեղ հին շենքը ապամոնտաժելու, նորը կառուցելու ճանապարհով։ Եվ այսպես դասակարգում ենք, որտեղ ենթադրենք կարող ենք հիմա նորոգել, որպեսզի եւս 5 տարի, 7 տարի, չգիտեմ, 10 տարի դպրոցը ծառայի, բայց մեր վերջնական նպատակն է նա, որ 10 տարվա կտրվածքով բոլոր հին դպրոցների փոխարեն պետքա մենք ունենանք նոր դպրոցներ։ Ուզում եմ թվարկել նրանք, որ որոշել են, որ պետքա նորոգվեն Երևանի Սմբատ Բյուրատի անվան համար 125 հիմնական դպրոց, Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան համար 145 հիմնական դպրոց, Երևանի Թելմանի անվան 13 հիմնական դպրոց, Երևանի Հովհաննիսյանի անվան 194 հիմնական դպրոց, Արագածոտնի մարզի Կաքավաձորի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Քուչակի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Ագարակի Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Աղցքի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Երնջատափի Չարենցի անվան միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Մելիք միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի Հովտամեջի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոց, Շիրակի մարզի Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց, Շիրակի մարզի Ախուրյանի Աղբալյանի անվան դպրոց, Սյունիքի մարզի Քարաշենի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզի Գորայքի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզի Ախլացյանի միջնակարգ դպրոց, Վայոց-Ձորի մարզի Շատենի միջնակարգ դպրոց։ Այս դպրոցների նորոգումը հիմա սկսում ենք, հա, ճիշտ հասկացա, չէ։ Հիմա այն դպրոցները, որոնք արդեն նորոգումը ընթացքում է։ Հարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոց, Վարդաշենի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի Այգեկի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոց, Լոռու մարզի Ստեփանավանի Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց, Վանաձորի Մաթևոսյանի անվան թիվ 8 հիմնական դպրոց, Վանաձորի Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց, Ագարակի միջնակարգ դպրոց, Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց, Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց, Շիրակի մարզում, Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 28 հիմնական դպրոց, Փանիկի միջնակարգ դպրոց, Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, Ազատանի միջնակարգ դպրոց։ Ազատանի դպրոցի մի մասնաշենքը կառուցված էր, այս երկրորդ մասնաշենքը պարզապես նորոգվում է։ Տավուշի մարզի Բերթի Սաղումյանի անվան ավագ դպրոց, Կայանի Հովանես Հինդլյանի անվան միջնակարգ դպրոց։ Եվս 27 դպրոցում մեկնարկում է նորոգման աշխատանքը։ Մաստարայի Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոց, Թալինի ավագ դպրոց, Արարատի մարզում Բաղրամյանի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզում Նորակերտի միջնակարգ դպրոց, Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց կրկին Արմավիրի մարզում, Լոռու մարզի Գյուլագարակի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզի Գառնու թիվ 2 ավագ դպրոց, Շիրակի մարզի Աշոտքի միջնակարգ դպրոց, Գյումրու Օյունջանի միջնակարգ դպրոց վարժարան, Գյումրու թիվ 9 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց, Հառիճի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 31 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց, Կառնուտի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 5 միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 30 հիմնական դպրոց, Նոր կյանքի միջնակարգ դպրոց, Արևշատի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզում Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոց, Գորիսի թիվ 5 հիմնական դպրոց, Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց, Քաջարյանի թիվ 2 միջնակարգ դպրոց, Ձագիկավանի միջնակարգ դպրոց, Տավուշի մարզում Թեղուտի միջնակարգ դպրոց, Բերթավանի միջնակարգ դպրոց, Տավուշի միջնակարգ դպրոց։ Ես սա ընդգծում եմ, որպեսզի մենք եւ հանրությունը պատկերացնեն հանրակրթության ոլորտում իրականացվող ներդրումների մասշտաբը, որը այս թվարկումից կարծում եմ ավելի ակնհայտ է երևում, փորձում ենք լուծումներ գտնել, որպեսզի հստակ նախանշված ժամկետներում, նախանշված որակով մեր նախագիծը իրականացնենք։